Փառք Հիսուսին, որ դու այստեղ ես, որտեվ եկեղեցին դա միակ տեղն է, որտեղ դու կգտնես ճշմարտությունը։ Գիտես, ուրիշ ոչ միտեղ հնարավոր չէ այս աշխարհում ճշմարտություն գտնել։ Եկեղեցում կգտնես։ Մի նայի կողքերդ, այս մարդը ինձ ձև է հագնվել, այս մարդը ինձ ձև է խոսում, են քույրը ոնց է իրան պահում։ Գիտես, դա չի կարևոր։ Կարևորը նախ առաջինը դու ես ու Քրիստոսը։ Դու քեզ պետքա այդ կոնտակտը դու ու Քրիստոսը միաբան լինես։ Դու գալիս ես Քրիստոսի համար, նախ առաջինը, դու գալիս ես քո փրկության համար։ Եվ փրկությունը տրվում է Քրիստոսի մեջ։ Եվ Քրիստոսը դա եկեղեցին է։ Քրիստոսի մարմինը դա եկեղեցին է, որտեղ դու միաբան ես եւ մի մաս ես զբաղեցնում Քրիստոսի մեջ։ Աշխարհում տենց բան չկա։ Աշխարհում լավ իմացեք, փրկություն չկա։ Ես իմ Աստված սուտ է դա։ Ես այս վերջերս շատ մարդկանցից լսեցի այս արտահայտությունը։ Ես իմ Աստված, ախպեր, ինձի մի կպեք։ Ես իմ Աստված, ես էլ եմ աղոթում, ես էլ ունեմ իմ, ասում եմ, լսի, դու քո Աստծուն հորինել ես։ Այսօր փիլիսոփաները թեորիա ունեն, Աստված գոյություն չունի, աթեիստներն են հորինել։ Աստծուն մարդն է հորինել։ Միտեղ համաձայն եմ դրա հետ։ Միտեղ համաձայն եմ, որտեղ շատ մարդիկ հորինում են իրանց պատկերացրած Աստվածը։ Ու իրանք հորինում են իրանց պատկերացրած Աստվածը, նենց ոնց որ իրանք կուզենան, որ Աստված լինի, իրանք սրտով են հորինում։ Նամանավանդ վերջին ժամանակները գրված է ամեն մեկը իր սրտով քարոզիչներ կփնտրի, իր ուզած քարոզիչը կլսի։ Մի եղբայր վերջերս ասում էր, ես մի լավ քարոզիչի լսեցի, մի հատ լսի, սիրտս հանգստացավ լսեցի, բայց ես գիտեմ ինքը մեղքի մեջ է լավ։ Ասում եմ, այդ ինչ քարոզիչ ես լսել։ Լսում եմ, մի կարճ լսեցի քարոզիչին, որը որ ծածկում է մեղք ամեն ինչ լավ, Աստված արդեն խաչվել է, արդեն սաղ արվել է, հանգիստ եղեք, պետք չի ապաշխարել, պետք չի զղջալ մեղքի համար, սաղ արած է արդեն։ Ստեղ իր խիղճը հանգստացավ։ Ոչ թե իր խիղճը ստեղ հանգստացավ, այլ այդ քարոզի մեջ, այդ սուտ ավետարանի մեջ դրված է թույն, որը որ սպանում է քո խիղճը։ Որովհետև մարդուն տրված է խիղճ, եւ այս խիղճը, փառք Աստծո, որ մենք ունենք, այս խիղճն է, որ մեզ բերում է ապաշխարության, մեզ բերում է փրկության, մեզ բերում է ճիշտ ճանապարհի վրա։ Եթե մեր խիղճը չաշխատի, մենք մեռած մարդիկ ենք։ Իմ երեխեն այն օրը հարց էր տալի, ասում էր, պապա, միգուցե սատանան էլ ապաշխարի ու փրկվի։ Ասում եմ, բալես, ինքը չի կարա ապաշխարի։ Խի պապա, ասում եմ, որովհետև նա խիղճ չունի։ Եվ ես բացատրում եմ, թե խիղճը ինչ է։ Մարդը ունի խիղճ, բայց սատանան եւ իր դիվական համակարգը խիղճ չունի։ Ոչ թե մի քիչ ունի, բառից բուն իմաստով չունի, չկա, գոյություն չունի։ Նրանք ռոբոտացված չար գործելու համար են։ Նրանք չեն կարող ապաշխարել։ Ապաշխարել կարող է այն մարդը, որը ունի խիղճ։ Եվ դա ես ու դու ենք։ Յուրաքանչյուր մարդ ունի խիղճ, շատ թե քիչ։ Ամեն։ Եվ մեր խիղճը պետք է աշխատի մեր հետ։ Մենք պետք է հաշվի նստենք մեր խիղճի հետ։ Մենք չպետք է փակենք մեր խիղճը, կամ ինչ որ սուտ ավետարան լսենք, խիղճը թմրացնենք, ասենք դու նստի քո տեղը, այն քարոզիչը ասեց, հանգիստ եղի, ամեն ինչ լավ, Աստված բոլորի սիրում է։ Այո, Աստված, ես ուզում եմ ասեմ, բոլորի յուրահատուկ շատ ուժեղ սիրում է։ Շատ։ Այնքան ուժեղ է սիրում, որ ինքը իր սիրո դեմ չկարողացավ բան անել։ Բաներ կա Աստված չի կարա անի։ Օրինակ չսիրի։ Օրինակ չսիրի, ինքը չի կարա չսիրի։ Ինքը չի կարա, ինքը չկարողացավ մարդուն չսիրել։ Ինքը շատ սիրեց։ Ոնց կանք։ Բայց այս սիրո հետ, Աստծո սիրո հետ ու այս ճշմարտության հետ ամեն մեկս պետքա հաշվի նստենք, ճիշտ է։ Թե ուղղակի սիրում ես, լավ է Տեր։ Շնորհակալություն, որ ինձ սիրում ես։ Բայց տենց չի լինում։ Գիտեք, սերը փոխակադա, երբ փոխանակ սեր կա երկու կողմից, այստեղ արդեն գործում է ճշմարտությունը եւ հավիտենությունը։ Եթե մենակ մի կողմից է սերը ուղված, բայց այս կողմը չի ընդունում, չի արձագանքում սիրուն, գիտեք, այդ սերը չի կարա հավիտենական լինի։ Պատկերացրեք մարդուկին, այսօր խեն շատերը բաժանվում։ Մեկը կարող է սիրում է, մյուսը չի սիրում, ասում է ինչ լավ է։ Կինը ամեն ինչ անում է, սիրում է իր ամուսնուն, հոգա տանում, կամ էլ հակառակը, բայց հակառակ մյուս կողմից չի գնահատվում։ Եվ այդ
Ընտանիքը մնայուն չի լինի իհարկե, որտեղ սեր չկա։ Որտեղ որ սեր չկա, այնտեղ չկա միաբանություն, ճիշտ է, որտեղ յուրաքանչյուր միաբանությունը սիրով է լինում։ Յուրաքանչյուր միաբանություն։ Աստծո հետ էլ, որ մենք ուզում ենք մինչև վերջ ապրենք, չէ՞ որ մեր կյանքը տրված է, որպեսզի մենք փրկված լինենք, նախ առաջինը։ Ամեն։ Ոչ թե որպեսզի հիանալի, կոմֆորտնի, շատ լավ կյանք ապրենք, էդ էլ է Աստված տալիս, փառք Աստծուն։ Ոչ միշտ, բայց իր կամքի համեմատ ունենում ենք, ինչ որ ունենք, բայց նախ առաջինը մեզ կյանքը տրված է, Աստված մեզ տրված է, Հիսուսը մեզ տրված է, զոհը խաչի վրա արված է, որպեսզի մենք ունենանք հավիտենական կյանք, որպեսզի մենք մտածենք, մեր միտքը, մեր սիրտը լինի հավիտենության մեջ արդեն։ Եղբայրը շատ լավ սկսեց այսօրվա խոսքը, բացումը, որը որ այսօրվա քարոզի հետ համատեղ է եւ դա ես տեսնում եմ Տերը ոնց է սիրուն շարում, ես կուզենամ սիրելիս, այսօր падգամը Տերն է խոսում, մարդը չի հորինել, հավատացեք, խոսքը Տերն է խոսում։ Գիտեք, ես շաբաթով աղոթք եմ անում, որ Տերը խոսք տա։ Եվ ամեն մի քարոզ մինիմում, գիտեք ինչքան է քարոզը կազմվում գրվում։ Մինիմում 8-ից 10 ժամ պետք է, որպեսզի մի հատ քարոզ գրվի։ Դուք պատկերացնում եք, էսի ինչքան աշխատանք է։ Եվ կխնդրեմ դրա համար գնահատես այն ինչ որ Աստված տալիս է, որ գալիս ես եկեղեցի, առաջինը ականջունեցի լսելու։ Նոր մնացածը հետո կունենաս անելու։ Ամեն։ Եվ Տերը իրան փնտրում է երկրպագուներ։ Գիտեք, այսօրվա խոսքը մի քիչ սենս կհնչի, բայց չվախենաք։ Մարդկանցից ամենաողորմելիները։ Սա քարոզի թեման է։ Մարդկանցից ամենաողորմելիները։ Գիտեք, մարդկանցից ամենաողորմելիները որտեղ են գտնվում։ Աշխարհում չէ։ Եկեղեցում։ Մարդկանցից, պատկերացրեք ամբողջ մարդկությունը վերցրեք, մարդկանցից ամենաողորմելիները, դա շատ վախենալու բառ է, չէ՞, շատ նեգատիվ բառ է, բայց սրա մեջ ճշմարտություն կա, գտնվում են եկեղեցում։ Եվ հարց, Աստված ուզում է, որպեսզի իր եկեղեցում լինեն ողորմելի մարդիկ։ Իհարկե ոչ։ Դրա համար գիտես, սիրելիս, ես ուզում եմ, որպեսզի այսօր դու լսես քարոզը, եւ եթե դու ողորմելիների շարքում ես գտնվում, անցնես այսօր երանիների շարքում։ Ես քեզ կօգնեմ։ Աստված քեզ կօգնի իր խոսքով։ Միայն ունեցի ականջ, ունեցի խոնար սիրտ։ Գիտես, խոնար սրտովները, ովքեր խոնար են, Աստված ընդդեմ է գալիս իրանց։ Աստված ճանապարհ է բացում, Աստված դուռ է բացում, ովքեր խոնարհաբար են գալիս Աստծուն։ Որտեվ ճշմարտությունը մեկն է, չկա երկուսը։ Ամեն։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կա երկու ճշմարտություն, երեք ճշմարտություն, ապա զուր է քո եկեղեցի գալը, որտև եկեղեցին կառուցվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի եւ նրա հարության վրա, նրա մահի, նրա գերեզման դրվելու եւ նրա հարության վրա է կանգնած եկեղեցին։ Ամեն։ Եվ սա այս զորությունը, այս ավետարանի զորությունը մեզ պետքա կանգուն պահի։ Սա է ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն է, որ Հիսուսը հարություն առե եւ նա ապրում է եւ նա կյանք է։ Ամեն։ Եկեք մի տեղ կարդանք։ Արդեն երևի իմացաք որտեղ եմ կարդալու։ Առաջին Կորինթացիների 15-19։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք։ Գիտեք, եկեք պարզ լինենք ու ճշմարիտ։ Այսօր սա չի վերաբերում մենակ մեր եկեղեցում, սա վերաբերում է մեծամասամբ բոլոր եկեղեցիներում կամ բոլոր sense քրիստոնյաներին վերցրած, քրիստոնեական աշխարհը, հավատացյալ աշխարհը, հա, վերցրած մեծ մասը ափսոս, շատ ափսոս, բայց գտնվում է այս վիճակի մեջ։ Ողորմելի վիճակի մեջ է գտնվում։ Եվ պատճառների մասին, խնդիրի մասին ես այսօր կխոսամ, որովհետև ինչի համար Քրիստոսի վրա հույս ունենք, ուղիղ գրած է, միայն այս կյանքում ապրելու համար։ Միայն այս կյանքում։ Այսինքն, ինչն է քո շարժառիթը, որ դու քրիստոնյա ես կոչվում։ Կրոնը սուտ է բոլորս գիտենք։
ծնվածս երկիրը, ծնվել եմ քրիստոնյա երկրում, սուտ է։ Գիտեք, քրիստոնյա կոչվում է, ես բազմիցս անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ, քրիստոնյա կոչվում է, հավատացյալ քրիստոնյա կոչվում է այն մարդը, որը ոչ թե ծնվել է քրիստոնյա երկրում կամ ընտանիքում, այլ հետևում է Քրիստոսին։ Հետևում է Քրիստոսին։ Դա կոչվում է քրիստոնյա։ Ամեն։ Եթե Քրիստոսը քեզ պետք է միայն այս աշխարհում քո գործերը, քո կարիքները, քո ուզածը լրացնելու համար, դու եթե երկար ժամանակ քրիստոնյան մնում է սրա մեջ, նա գնում է ողորմելիների շարքն է հայտնվում, որովհետև նա պատկերացնում է նրա մեջ ավետարանի զորությունը չի գործում։ Հասկանում եք, Քրիստոսը մեզ տվել է շնորհ։ Շնորհը գիտեք ինչ է։ Շնորհը նվեր է։ Շնորհը այդ իր շնորհքն է Հիսուսի, որ ես այնքան շնորհք ունեմ, որ քեզ սիրեցի։ Որ ես տվեցի ինձ քեզ, որպեսզի դու ունենաս կյանք։ Հեսա մի քիչ ավելի խորը կգնամ։ Խնդիրը, տեսեք, ուզում եմ խնդիրի մասին խոսամ։ Շատ մարդիկ Քրիստոսին ընդունում են միայն ժամանակավոր օգուտների համար։ Աստված ինձ պիտի բուժի, օրինակ եմ ասում։ Աստված ինձ պիտի բուժի, ես հիվանդ եմ, Աստված ինձ պիտի բուժի։ Ուր էր Աստված, ինչ չի բուժում։ Աստված պիտի ինձ աշխատանք տա։ Աստված պիտի ինձ փող տա, Աստված պիտի ինձ պահպանի իմ ընտանիքը, Աստված պիտի սաղ անի։ Եվ ինչ որ մի բան չի լինում մարդու կյանքում, ասում են, բա ուր էր քո Աստված, կամ բա ուր էր Աստված։ Կամ ինչ որ մի սխալ բան է լինում, կամ ինչ որ մի անկում է լինում, միանգամից մարդը ասում է, բա ուր էր Աստված։ Մի րոպե, Աստված թագավորում է, էսի լավ հիշեք, լավ լսեք։ Աստված թագավորում է իր թագավորության մեջ։ Այսի հիշեք, Աստված թագավորում է իր թագավորության մեջ։ Աստված իր թագավորությունից դուրս չի թագավորում։ Երբ որ Հիսուս Քրիստոսին բռնեցին, ծեծելով բերեցին Պիղատոսի մոտ, պատճառը գիտեք ինչն էր, որ Հիսուսին բռնեցին, ծեծեցին։ Պատճառը խեք Հիսուսին ծեծում։ Ինքը իրան թագավոր է հայտարարել։ Ինքը ասել է, որ ինքը թագավոր է։ Եվ Պիղատոսը իրան հարց է տալիս, ասում է դու թագավոր ես։ Ասում է այո, թագավոր եմ, բայց մի վախեցի, ես քո թագավորության մեջ թագավոր չեմ։ Իմ թագավորությունը երկնային թագավորությունն է, ոչ թե երկրային է։ Գիտեք, շատ անգամ, երբ որ քրիստոնյան փորձում է ապրել երկրային թագավորության մեջ եւ ձգտում է, որպեսզի Հիսուսը թագավորի իր կյանքում ստեղ, դա չի ստացվում։ Չի լինում։ Գալիս է փորձանք, գալիս է անհաջողություններ եւ մարդիկ հիասթափվում են։ Մարդիկ հիասթափվում են, շատերը եկեղեցուց գնում են, շատերն էլ, գիտեք ինչ են անում, կրոնական դիմակ են հագնում եւ մնում են եկեղեցում։ Երկար տարիներ եւ դրանք մտնում են ողորմելիների շարքում։ Կներեք, այսօր սենց ուղիղ եմ խոսալու, բայց ավելավա դառը լինի, բայց օգտակար լինի։ Ամեն։ Ես տենց եմ խոսում։ Մեր այն մյուս եկեղեցիներում, որտեղ ծառայում եմ, շատ մարդիկ տեսնում են իմ մեքենան ա կայնած, այդ օրը ես եմ ծառայում, ներսել չեն մտնում։ Բայց եթե դու ուզում ես Քրիստոսին ճաշակես եւ ճշմարտությունը, մի վախեցի դառը բաները օգտակար են շատ անգամ։ Քաղցրը միշտ օգտակար չի։ Մենք քաղցրել ենք խոսում, դեսերտել ունենք։ Հա, դեսերտել այսօր կլինի, բայց խնդրում եմ ականջը դիր Աստծո խոսքին, որտեվ դա քեզ կյանք կբերի։ Ամեն։ Տեսեք, Աստված ամեն ինչ կարա անի, եւ Աստված ամեն ինչ անում է։ Տեսեք, մենք այդտեղ ունենք կարիքների աղոթքներ, չէ՞։ Շատ աղոթներ Աստված պատասխանում է, եւ շատ աղոթներ Աստված չի պատասխանում։ Սրան էլ պատճառ կա, չէ՞։ Բաներ կա, պատասխան, բան կա, չէ՞, տենց է, չէ՞, իրականում տենց է։ Բայց որտեղ է խնդիրը, խի Աստված չի պատասխանում։ Գիտեք, ես սենց եմ տեսնում։ Աստված ի սկզբանե, որ մարդը գալիս է Տիրոջ մոտ, նոր մարդ է, նոր, առաջի անգամ է եկել եկեղեցի, ինքը ավետարանը չի լսել, նոր ինքը նոր առաջին քայլերն է անում։ Աստված այդ մարդկան շատ օրհնում է, շատ աղոթների պատասխաններ են այդ մարդիկ ստանում։ Ինչու, որպեսզի հիմնվեն Տիրոջ մեջ, որպեսզի նրա
ողորմությունը, նրա սերը, նրա օգնությունը, նրա հայրությունը ճանաչեն, բայց Աստծո նպատակն է, որպեսզի քեզ չթողի այս մանկական նոր էգ կամ մենք ասում ենք նորածնունդ, հա, կամ նորահոգի։ Աստված չի ուզում, որ դու նորահոգի, նոր մանուկի պես մնաս։ Աստված քեզանից սպասում է, որպեսզի դու ընդունես ամբողջ ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Իհարկե, որ մարդը նոր սկիզբ ունի Քրիստոսի մեջ, նոր է գալիս եկեղեցին, նա ամբողջ ճշմարտությունը չի հասկանում, նրան պետք է ժամանակ։ Բայց գիտեք, ափսոս, որ շատ մարդիկ այդ ժամանակը չարաշահում են։ Ես այսօր խոսում եմ այն մարդկանց համար, ովքեր ժամանակը չարաշահում են։ Մնում են սենց միշտ այս ինչ-որ երկրային մակարդակի և մանուկ մակարդակի մեջ։ Մենք բոլորս Աստծո երեխեք ենք, բայց Աստվածաշունչը ասում է մանուկ մի մնա, եղիր որդի, եղիր չափահաս, եղիր զգուն, եղիր հասկացող, հասկանանք ինչ է Աստված արել մեր համար։ Հիսուսը ասում է, դուք խնդրեք կստանաք, կաղոթեք, կաղոթների պատասխաններն եք կստանաք, բայց գամ հավատ կգտնեմ ձեր մեջ։ Հարց, ինչ հավատք է Աստված մեր մեջ ուզում, տեսնի, որ մենք հավատում ենք ինքը կարա էս անի, են անի, հա, ինքը ամեն ինչ կարա անի, ինքը ստեղծել է երկիր, ինքը ստեղծել է այս մոլորակները, որը որ հայտնաբերված են արդեն, հա, հələ էտի սկզբի բաներն է, ինչ որ մարդու աչքը կարողացել է տեսնի, բայց ավելի շատ բաներ է Աստված ստեղծել։ Ինքը ստեղծել է եղանակները, ինքը ստեղծել է այս արևային համակարգը, ամեն ինչ, պատկերացրեք ինչ հզոր է Աստված, Աստծո համար ոչ մի խնդիր չկա։ Բայց ինքը ամենակարևոր բանը, որ ինքը կատարել է քո համար, դա Հիսուսի խաչն է։ Դա Հիսուսն է։ Այն ամենագլխավոր բանը Աստված, որ քո համար ստեղծել է, կատարել է, դա խաչն է։ Դա խաչի զորությունն է, դա ավետարանի ճշմարտությունն է։ Գիտես, սիրես, քո սկիզբը Քրիստոսի մեջ այդտեղից պետք է առնի։ Ես եթե ինքս այդ ողորմելիների շարքում չլինեի մի ժամանակ, ես այս քարոզը չէի քարոզի ձեզ։ Ես ինքս գտնվել եմ երկար ժամանակ այս ողորմելիների շարքում, լուրջ եմ ասում։ Շատ երկար տարի sense ողորմելի քրիստոնյա եմ եղել, տառապանքների, կիսամեղքերի, կիսաաշխարհի մեջ, բայց դա ճշմարտություն չի, Աստված դա չի սպասում մեզանից։ Աստված սկզբից ինձ շատ սկսեց օրհնել, շատ սկսեց հրաշքներ իմ կյանքում անել, հա, բայց երբ որ ես չեմ կանգնում իմ խոսման, ես չեմ մնում այն ուխտի մեջ, այն իրական արյան ուխտի մեջ, որի մեջ արյունով է կնքվում ուխտը, երբ որ ես այդ ուխտը չեմ ուզում հասկանամ, ես ընկնում եմ իմ գործերի հետևից, այդտեղ գալիս է ողորմելիությունը քրիստոնեական։ Լսեք, Աստված եւ Աստծո ճշմարտությունը էդի ավետարանն է։ Ավետարանը Քրիստոսի պետք է լինի մեր կենտրոնը։ Ավետարանի զորությունից պետք է սկսվի մեր կյանքը։ Ամբողջ հələ մի հատ հիշենք պատմությունով, ոնց քրիստոնեությունը այսպես գնաց ու տարածվեց ամբողջ աշխարհում։ Ինչ հիման վրա, ինչ էին այս առաքյալները գնում խոսում։ Սկի նոր կտակարան դեր գրված էլ չէր, հինն էր մենակ։ Հինն էլ ով էր հասկանում, հեբրայերեն էր գրած։ Գնացին էլ ամբողջ հունախոս երկրներ էր, հա, հիմնականում գնացին եւ ավետարանով խոսացին, այսինքն իրան գնացին ճշմարտությունը խոսացին։ 2-3 եղբայրներ, հա, առաքյալները բաժանվեցին, 2-2 այսպես գնացին ամբողջ մեծ տարածքներ, հա, վերցրեցին ավետարանով։ Ինչ էր իրանք խոսում։ Մի հատ հիշեք։ Ինչ էին խոսում։ Ինչի, ինչ բառերի, ինչ ճշմարտության, ինչ բարի լուրի հիման վրա ստեղծվեց Աստծո եկեղեցին եւ քրիստոնեությունը բարձրացավ։ Հիսուսի հարության։ Ամեն, Հիսուսի հարության, որովհետև նրանք գնում են եւ ասում են Հիսուսը հարություն է առել։ Մենք իրան տեսել ենք, մենք իրան շոշափել ենք, մենք իր հետ հաց ենք կերել 40 օր։ Մենք տեսել ենք, մի հոգի չգնաց պատմեց։ 500 հոգուց ավել մարդ Հիսուսին հարություն առած տեսել են։ Քեզ հետաքրքիր չի քո հավիտենական կյանքը։ Ողորմելի մարդկանց համար հետաքրքիր չէ, որտեղ ողորմելիների շարքում գտնվող քրիստոնյայի համար հետաքրքիր չէ, ինքը իր ուղեղը սատանան թմրացրել է եւ ինքը ապրում է այսօր լավը լինի, վաղն է մի բան կլինի, էլի։
Այսօր ես եմ ուզում, գիտեք, հավը ու արծիվը ինչով են տարբերում։ Հավը մենակ իր այն կտուցի դեմի են բաննա, ցորենը, կուտը, sense տալիս են, ասում, այս կուտը տանք ուտենք հավես է, էլի։ Կապրենք։ Բայց արծիվները դες չեն։ Արծիվին կտով չես խափի։ Արծիվը բարձրանում է եւ մեծ տեսիլք է տեսնում։ Եվ ամեն մի մուկ շատ հեռվից տեսնում է, ով ուր է վազում։ Գիտես, Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք տեսիլք ունենանք։ Ոչ թե այսքան, այս կյան։ Գիտես, հավի կտուցից մինչև այդ կուտը, այդ գիտեք ինչ է։ Էդի քո այս 100 տարին է մաքսիմում լավ, այսօր 100 տարի շատ քչերն են ապրում։ Էս է։ Այս քո կտուցից մինչև այս կուտը էս է։ Այս փոքր ժամանակահատվածի համար դու կյանք ես դնում։ Դա ողորմելիություն է։ Կներեք, բայց տենց է Աստվածաշունչը ասում։ Դա փուջ բան է։ Աստված քեզ թևեր է տվել, ինքը իր թևերն է քեզ տվել, որպեսզի քեզ բարձրացնի, որպեսզի քո աչքերը տեսնեն ոնց որ իր աչքերն են տեսնում։ Որպեսզի քո սիրտը լցված լինի այն սիրով, այն խաղաղությունով, այն ուրախությունով, որով որ իրանն է լցված, որովհետև Աստծո թագավորությունը ի՞նչ է։ Ուրախություն, խաղաղություն, այսօր նոր երգում էինք։ Քո հոգին, որտեղ քո հոգին է, այնտեղ ուրախություն է, այնտեղ խաղաղություն է, այնտեղ սեր է, դա Աստծո թագավորությունն է, դա է քեզ բերել տվել։ Գիտես, սիրես, երբ որ դու կենտրոնանում ես եւ քո քրիստոնեության սկիզբը սկսվում է ավետարանի ճշմարտությունից, Հիսուսի հարությունից, երբ որ Հիսուսը քո համար հարություն առնա, ոչ թե միայն լեգենդա, գրքում գրված Սասունցի Դավիթի պես ինչ որ մի լեգենդա, ոչ, նա կենթանի է, նա հարություն է առել։ Երբ որ դու սա սկսես հավատալ եւ ապրես Հիսուսի հարությունով, դու էլ կապրես։ Դու էլ կապրես։ Աստված ուզում է, որպեսզի մենք ապրենք, ոչ թե գոյատևենք, ոչ թե պոլերի վրա սողանք օծերի նման։ Ողորմելի մարդիկ պոլերի վրա սողում են, կամ էլ հավերի պես կուտն են մենակ իրանց արջևը տեսնում։ Դա ճիշտ չի։ Գիտես, ես քեզ ուզում եմ ասեմ, եթե մարդը մնա այս ողորմելի մեջ, հա, այս շարքում մնա, նա ոչ մի ուրախություն կյանքում չի ունենա։ Միգուցե Աստված ողորմի վերջում են, վերջին շատերին ես գիտեմ, այս վերջես այնքան փորձառություն եմ ունեցել, մահանալուց առաջ sense ապաշխարում են գնում են։ Մահանալուց առաջ sense իրոք sense ապաշխարում են, շանս չկա, էլի ինչ ապրեն, էլի կուտն էլ չկա, էլի կուտին էլ չեն հավատում։ Բայց ինչի համար տենց ապրենք։ Սիրելիներս, եթե մենք այսօր ապրում ենք ստես աշխարհում, մենք ունենք մեկ նպատակ։ Մեկ նպատակ։ Ես ինձանով եմ խոսում։ Ես ունեմ մեկ նպատակ այս աշխարհում ապրելու համար։ Ծառայեմ Աստծուն։ Որովհետև ուզեմ թե չուզեմ, ես ծառայեմ, ես ծառայելու եմ, որովհետև մարդը ստեղծված է տենց, մարդը ունի հոգի, շունչ եւ մարմին։ Եվ այս հոգի ասածը դա ամեն ինչի աղբյուրն է, որ քեզ տալիս է իմպուլս ծառայել կամ չարին կամ բարին։ Չծառայող մարդ չկա, չծառայող մարդը մեռած մարդն է։ Բայց եթե մարդը շարժվում է, գիտակցություն ունի, միտք ունի, որոշում ունի, գործողություն է անում այս աշխարհում, չէ՞։ Մենք մեր որոշումներից ելնելով գործողություն ենք անում, բառ ենք խոսում, որոշումներ ենք անում։ Դա նշանակում ու ծառայում ես։ Կամ բարին ես գործում, կամ չարն ես գործում։ Ես նպատակ չունեմ այս աշխարհում ապրելով չար գործեմ։ Գիտեք ինչքան քրիստոնյաներ կան ողորմելիների շարքում գտնվող, որ հələ դեռևս բամբասանքների մեջ են, գոռոզության մեջ են, իրենցը փնտրելու մեջ են։ Աստվածաշունչը հիանալի գիրք է։ Ես օտար բաներ չեմ խոսում։ Աստվածաշունչը միակ գիրքն է, որտեղ դու նեգատիվն էլ կտեսնես, բարին էլ կտեսնես, չարն էլ կտեսնես, վատն էլ կտեսնես, լավն էլ կտեսնես։ Այսօր մուսուլմանները ասում են, այդ ձեր գրքի մեջ այդ ինչ էրա գրած, ասում եմ Աստված ոչ մի բան չի թաքցնում։ Համ սխալն է խոսում, համ ճիշտն է խոսում։ Տենց էլ մենք էլ պետք է եկեղեցում լինենք, սիրելիներս, մենք պետք է խոսանք եւ սխալի մասին եւ ճշտի մասին։ Եթե մենք միայն խոսանք ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ լավ է, վաղը կլինի մեծ հիասթափություն։ Ես չեմ ուզում ինքս լսեմ, ոչ էլ ուզում եմ իմ քույրերը կամ եղբայրները ձեզանից ինչ որ մեկը Հիսուսից լսի, ես քեզ չեմ ճանաչում։
Գիտես ամենասարսափելին կլինի այդ բառերը, երբ որ մարդ քրիստոնյան, ոչ աշխարհիկը, քրիստոնյաների մասին եմ այսօր խոսում, ամենասարսափելի բառերը կլինեն նրանք, երբ որ Հիսուսը կասի. ես քեզ չեմ ճանաչում։ Գիտես Հիսուսը մեզ երբեք չի խոստացել առանց դժվարությունների կյանք։ Դժվարությունները բոլորը անցնում են, բոլորը, թե հավատացյալները, թե անհավատները, թե հավատացյալների շարքում բաժանված ողորմելիները, թե երանենիները, բոլորը անցնում են խնդիրները, բոլորը, ինչու համար, որովհետև մենք գտնվում ենք այս աշխարհում, եւ այս աշխարհում իշխանություն ունի սատանան։ Եվ որպեսզի դու այս աշխարհում լինես պաշտպանված, անցնելով թեկուզ վախ, տագնապ, որ կգա քեզ, բայց դու պաշտպանված կլինես։ Պատկերացրեք մի հատ պատկեր, հա, կրակա, պաժարներ է, հա, ամենտեղ sense մեծ հրդեհներ է վառում, բայց դու ինչ որ sense սկաֆանդր ասած, հա, չգիտեմ հայերեն ոնց է, ինչ որ sense պաշտպանի սկաֆանդր ես հագել, ու դու անցնում ես համարցակ, կողքինդ վառվում է, կողքինիդ ոտն է վառվում, ձեռն է վառվում, վայ, վույ, գոռում ես, ինչ տակ է, ինչ շոկ է, ինչ դժվար է, բայց դու անցնում ես, ասում ես, հա, կա այդ ամեն ինչը, բայց ես չեմ զգում։ Ես չեմ զգում այդ շոկը, ես չեմ զգում այդ կրակը, ես չեմ զգում այդ խայթոցը, ես չեմ զգում, որտեվ ես Աստծո փառքի մեջ եմ, որտեվ իմ տեսիլքը, իմ նպատակը ոչ թե այս աշխարհում լավ ապրելն է, ես ի սկզբանե դրել եմ իմ կյանքը երկնքի համար։ Գիտես, երբ որ դու պատրաստվում ես գնաս օրինակ արձակուրդ, ինչ ենք անում։ Արդեն պուծովկեն կա, արձակուրդի պուծովկեն կա, գնում ենք ծով հանգստանալու։ Ինչ ենք անում։ Արդեն ճամփրուկները պատրաստ, կապած, առել ենք ամեն ինչ որ պետքա, չէ, արդեն մենք մտքով, սրտով ընդեղ ենք։ Հələ չենք գնացել, բայց մենք արդեն ծովում հանգստանում ենք։ Դա լավ է, վատ չի։ Բայց կարանք մենք քրիստոնյա լինելով էլի տենց լինենք։ Մենք կարանք մեր միտքը, մեր սիրտը ապրելով այս աշխարհում, բայց ապրենք երկնքի համար։ Մենք հասկանանք պարզ ճշմարտություն, որ Աստված ասում է երկնքում ձեզ տներ է պատրաստում, դու հավատում ես դրան, թե չէ։ Եթե չես հավատում, կներես, բայց դու ողորմելիների շարքում ես։ Եթե չես հավատում դրան, ես կուզենամ, որպեսզի այս ողորմելիների շարքից այսօր անցնես երանիների շարքը, դա քո հավատքը քեզ կբերի այդտեղ։ Քո հավատքը, որպեսզի դու հավատաս, որ Հիսուսը հարություն առե եւ Հիսուսը քեզ շատ է սիրում եւ Հիսուսը քեզ հավիտենական կյանք է պարգևել։ Երկնքում նրա արքայությունը երկնքում է, ստեղ չի։ Ստեղ սուտ կա, ստեղ շատ սուտ կա, զանազան, գիտես, սուտը կարա շատ լինի, շատ։ Բայց ճշմարտությունը մի հատ է։ Էդի միշտ իմացեք, ճշմարտությունը մի հատ է։ Չեն կարա մի քանի հատ ճիշտ լինեն։ Կարան շատ սուտ լինի, բայց մի հատ ճշմարտություն լինի։ Ամեն։ Այս աշխարհում նեղություն պիտի ունենաք։ Ասում է Հիսուսը, Հովհաննես 16:33-ում է գրած։ Այս աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհը։ Բայց քաջացեք, գիտես, երբ որ դու այս խոսքը վերցնում ես քո սրտի մեջ, երբ որ դու հասկանում ես Հիսուսը ինչ ասում է, քաջացի։ Նեղությունը կգա, բայց դու քաջացի։ Գիտես, այդ քաջանալը, այդ սկաֆանդրն է, որ դու սենց հագնում ես։ Նեղությունը եկա, բայց ես հիշում եմ Աստված ինչ է ասել ինձ։ Ես ապրում եմ խոսքով, ոչ թե իմ զգացմունքներով, ոչ թե հանգամանքների ձելներով եմ ապրում, այլ ես ապրում եմ Աստծո խոսքով։ Աստծո խոսքի վրա պետք է ինչ դնել։ Հավատք։ Հավատք դրեցիր Աստծո խոսքի վրա, նա կյանք կդառնա քո կյանքում։ Հավատք չդրեցիր, նա ուղղակի կլինի գրված սևը սպիտակի վրա, բայց քեզ չի վերաբերվի։ Հավատ չդրեցինք, որ մենք փրկություն ունենք, հավատ չդրեցինք, որ մեր երկնային արքայությունում տուն է Հիսուսը մեզ պատրաստում, թագավորություն է պատրաստել, հավատ չդրեցինք, չի գործելու, սիրելիներս, ես մի հայտնություն եմ ստացել, որ հավատքով դու կարաս կառավարես քո անցյալը, ներկան եւ քո ապագան, հավատքով Աստծո խոսքի վրա։ Մի ժամանակ ես շատ սխալ բաներ եմ արել, բայց իմ հավատքով, այսօր իմ հավատքով, այս սխալ բաները ջնջվում է։ Որտեղից? Անցյալից։ Անցյալից Աստված էլ հաշվի չի առնում։
Գիտես, նարկոմանը կարող է շատ ուժեղ վերջին նարկոտիկները ընդունի, շատ վերջին ստադիայի նարկոման լինի, բայց իր հավատքով ինքը կարա այս պահին նենց բժշկվի, նենց փոխվի իր ամբողջ օրգանիզմը, որ անգամ նենց լինի, որ ինքը սկի նարկոտիկը չիմանալ ինչ է։ Կամ յուրաքանչյուր մեղք։ Աստված, երբ որ ազատում է, լրիվ ազատ անում, անցյալից էլ է ջնջում, այն ինչ որ քեզ եկե կպել է։ Ու քո ապագան կառուցվում է արդեն հավիտենության մեջ։ Գիտես, սիրելիս, մենք պետք է աչքեր ունենանք։ Եկեք հավ չլինենք, էլի։ Կներեք, սենց եմ այսօր խոսում, բայց եկեք հավերի պես չլինենք, էլի, սենց կուտուտող հավերի պես։ Այս աշխարհը մեզ խաբում է, այս աշխարհի իշխանը սատանան է, բառից ո՞ւն իմաստով, նա խաբում է տարբեր ձևերով։ Նպատակ դիր, լավ փող աշխատի, տունը սարքի, այս արա, այն օգուտը ո՞րն է, կարանք ասենք, մի հատ հարց, մենք ինքներս պետք է կանգնենք հարց տանք, լավ, սրա օգուտ է, ես սրա համար եմ ստեղծված։ Այո, եթե ես հավատամ, որ ես պատահականության կամ ինչ-որ մեծ պայթյունի կամ կապիկից եմ ծնված, Աստված չկա, հա, կդնեմ դրա մեջ, բայց ես չեմ հավատում դրան։ Եվ եթե դու եկեղեցի ես գալի, դու էլ չպիտի դրան հավատաս։ Եթե դու քրիստոնյա ես կոչվում, դու էլ չպետք է դրան հավատաս։ Դու պետք է հավատաս ինչ, որ Հիսուսը իմ Աստվածն է, Հիսուսը իմ համար հարություն է արել, Հիսուսը իմ համար մահացել է, իմ մեղքերի համար, ես ներված եմ, ես հավիտենական կյանք ունեմ։ Հավիտենության մեջ տեսնում ես քեզ, թե չէ։ Գիտես, Աստված մեզանից սա սպասում է, սիրելիս, Հիսուս ասում է, Աստված իրեն երկրպագողներ է փնտրում։ Ինքը փնտրում է, շատերը կարող գան եկեղեցի։ Մեր հովիվ սևակելերը եկել էր այս դահլիճում տեղ չկար նստելու։ 150 հոգուց ավելի մարդ էր։ Բայց ուր են այդ մարդիկ։ Գիտեք, Աստված երկրպագուներ է ման գալիս։ Կարաս դու լինես, եթե դու եղար երկրպագուների մեջ, դու երանելի ես։ Գիտես երկրպագուն որն է, որ մնայուն է, որ ինքը տեսնում է այն ինչ որ Աստված իրան տալիս է հավիտենության մեջ, հավիտենական կյանք։ Ոչ թե այսօր լավ լինի, վաղը ոչ։ Կարևորը իմ բժշկությունն է։ Այսօր շատ են, չէ՞ խոսում մարդիկ։ Այս վերջերս մեկը ասեց, կարևորը առողջ չլինենք, ամենակարևորը է դա, ասեցի ստոպ։ Դա չի կարևորը։ Դա չի կարևորը։ Շուտ թե ուշ մի օր բոլորն էլ հիվանդանում գնում են։ Դա չի կարևորը։ Կարևորը որ քո հոգին փրկված լինի։ Սա է կարևորը։ Այս աշխարհում նեղություններ պիտի լինեն, բայց քաջալերվեք, որովհետև հաղթել եմ, ես հաղթել եմ այս աշխարհը։ Գիտես, այս խոսքը քեզ տալիս է քաջալերվեք, Հիսուսը ասում է ես հաղթել եմ։ Քո նեղությունները, երբ որ դու կանցնես, Հիսուսը դրանց վրա իշխանություն ունի։ Քո սևորերը, երբ որ կսկսվեն եւ քեզ կվախացնեն, հիշիր այս խոսքը։ Հովհաննես 16:33 Հիսուսը ասում է ես հաղթել եմ քո նեղությունը, ես հաղթել եմ քո խնդիրը։ Մի վախեցի։ Գիտես, սիրելիս, ես ընկել եմ դրա մեջ, ես ինքս նենց ողորմելի եմ ինձ զգացել, իմ նեղության մեջ, ընկած, ես հասկանում եմ, որ դա տենց չպիտի լինի, ես քրիստոնյա եմ, ես ախր քեզ եմ հավատում, Տեր, ինչի եմ ես այս ողորմելի վիճակի մեջ ընկել։ Եվ Հիսուսը խոսում էր, ասում էր, դու ինչ չես հավատում, նենց ոնց որ պիտի հավատայիր։ Գիտես, Աստված քեզանից հենց այդ հավատքն է ուզում։ Հենց այդ հավատքն է ուզում, որ դու իրան հավատաս, նենց ոնց որ ինքն է ուզում դու իրան հավատաս։ Քո ձևերով մի ստեղծի քո Աստծուն։ Դու հավատա ճշմարիտ Աստծուն։ Այն մարդիկ, որ ասում են, ես իմ Աստված, ասում եմ, կներես, քո աստվածների պես շատ կան, եւ նրանք տարբեր են։ Ամեն մեկը դու կարաս մի բան ասես քո Աստծուց, այն մյուսը կարա մի բան ասի իր Աստծուց։ Տենց աստվածներ շատ կան, բազմաթիվ են, բայց ճշմարիտ Աստված մեկն է եւ ինքը մեզ խոսք է խոսում։ Եվ իր խոսքին պետք է ականջ դնենք։ Եվ իր խոսքը ճշմարիտ է եւ ամեն։ Տեսեք, Պողոսը, եթե Պողոսը ասում է մեծ խնդիրներ, եւ ինքը ինչ է խոսում, ամբողջ մի գլուխ Պողոսը խոսում է Հիսուսի հարության մասին։ Որ Հիսուսը հարություն առ, եթե Հիսուսը հարություն չի առել, էլ խի է մնում մեր օրինակ ծառայությունը։ Գիտեք, իմ երեխեն առաջի դասարանը 3 հատ արդեն դպրոց է փոխել։ Գիտեք պատճառը։ Ես իմ կյանքը դրել եմ Հիսուսի մեջ։ Ես ապրում եմ նրանով, ինքն է ասում, որտեղ ես պետքա ապրեմ, որտեղ որ քաղաքում ես պետքա լինեմ, ինչ ես պետքա անեմ։
Ես չեմ նայում իմ հարմարավետությանը, իմ երեխեքի հարմարավետությանը, բայց ես իմ Տիրոջն եմ լսում։ Եվ սրա մեջ ունենք օգուտ, սրա մեջ ունենք կյանքի պսակ։ Ճիշտ է, դժվարություն կարաս անցնես դու, բայց սրա մեջ դու ունես Աստծո կամքը։ Եվ կյանքում չես փոշմա, ասում է ինձ հավատացողը երբեք չի ամաչի։ Ես երբեք չեմ ամաչի։ Գուցե կողքից մարդիկ շատ բաներ էին ինձ ասում էին խելքը գցել է։ Այս գիշ հավատացյալ է, հələ նա ինչ էր անում։ Բայց ես երբեք չեմ ամաչի իմ արածից։ Երբեք, որտեվ իմ Տերը Հիսուսն է եւ ինքն է երկնքի երկրի արարիչը։ Գիտես, նույն Պողոսը ինքը ասում է, կարդացեք Կորինթացիների 11-րդ գլուխը ինքը խոսում է դրա մասին, ասում է. ինձ ծեծեցին, բանտ նետեցին, քար կոծեցին, սպանեցին, սոված եղա, ծարավ եղա։ Ամեն ինչ անցավ, վտանգի մեջով անցավ։ Բայց իրականությունը, գիտեք, ինքը դա արեց, որտեղ ինքը գիտի, որ Հիսուսը հարություն առա։ Իր գործը Պողոսի, իր աշխատանքը, իր ծառայությունը, իր հավատքը նրա վրա էր, որ Հիսուսը հարություն առել։ Ոչ թե որպեսզի ստեղ մի եկեղեցի թող լինի, գնանք հավաքվենք, ասենք ջան-ջիգար անենք, մի հատ չայ կոֆե խմենք, գնանք տուն։ Գիտեք, շատ մարդիկ կարան դրա համար եկեղեցի։ Սիրես, ես քեզ ուզում եմ ասեմ, դրա համար մի արի։ Արի եկեղեցի, բայց եթե ուզում ես դրա համար արի, բայց դու կմնաս ողորմելիների շարքում։ Կարաս դրա համար գաս, եկեղեցու դռները բաց են բոլորի համար։ Բայց ես երբ որ գամ եկեղեցի, ես ուզում եմ օգտվեմ եկեղեցու պարգևից։ Ես ուզում եմ օգտվեմ այն ինչ որ եկեղեցին տալիս է, եկեղեցին տալիս է Քրիստոսի շնորհը, Քրիստոսի խոսքը, որով մենք ապրում ենք։ Եթե մենք հյուր ենք գնում, խնջույքի ենք գնում կամ հարսանիք ենք գնում, մենք գնում ենք օգտվենք սեղանից, ուրախությունից, ուրախանանք, պարենք, սեղանից օգտվենք, չէ՞, մեջը լինենք։ Այսինքն այդ ուրախությանը մասնակցենք։ Եվ երբ որ դու գալիս ես եկեղեցի եւ քո տեսիլքը, քո սիրտը դրված է հավիտենության մեջ, ոչ թե այս աշխարհի մեջ, գիտես, դու խնջույքի մասնակցում ես եւ ի՞նչ է տեղի ունենում։ Աստծո թագավորությունը, որը որ երկնքում է, քո սրտի մեջ է սկսվում։ Սկսվում է Աստծո թագավորությունը ստեղ։ Գիտես, սիրելիս, Աստծո թագավորությունը մենք պետքա որ ճիշտ ենք մոտիկայում Հիսուսին, այստեղ սկսվում է։ Եվ որ ստեղ սկսում է, դու ուրախ ես, դու զվարթ ես, դու կանցնես էլի բոլորի պես հավասար նեղություն է, ամեն մեկը իր նեղությունը ունի, ճիշտ է, բայց քո վրա կլինի ուրախության սաղավարտը, սկաֆանդրը, հա, սենց, դու ուրախությունով կանցնես, պատկերացրեք ինչ վստահ դու սենց ամենտեղ հրդեհ է, ամենտեղ սենց գոռում են, վայ, վույ, մեկին վառում է, մեկին խանձում է, բայց դու վստահ ես անցնում։ Տեսնում ես, բայց դու ուրախությամբ ես անցնում, ասում ես, ինչ չի կպնի, անգամ մահվան ձորերի մեջով էլ անցնեմ, ոչ մի վատ բան ինչ չի կպնի, որտեվ իմ Տերը իմ հետ է, Հիսուսը իմ Տերն է, Հիսուսը հաղթել է ամեն խնդիր իմ կյանքում։ Գիտես, Աստված ինքը ժլատ չի, ինքը շատ օրհնություն ունի, ինքը շատ է սիրում յուրաքանչյուր մարդու։ Ինքը չի պահում օրհնություններ, ասում է, չէ, մեկին կտամ, մյուսին չեմ տա, բայց մենք մեր մոտեցումով կարանք վերցնենք Աստծո օրհնությունը կամ չվերցնենք։ Աստված պատրաստ ունի քո օրհնությունը։ 100%։ Քո օրհնությունը այն ինչ որ դու խնդրում ես, ուզում ես Աստծոց, այսպես պատրաստ է երկնքում։ Քո մոտեցումից է կախված։ Ոնց դու կմոտիկանաս։ Ճիշտ կմոտիկանաս, կվերցնես օրհնությունը։ Ճիշտ չես մոտիկանա, կմնա այնտեղ։ Դրա համար մոտիկանալու ձև կա, Աստված էլ եմ ասում, փնտրում է երկրպագուններ եւ երկրպագուն ապրում է երկնքով, ոչ թե երկրով։ Ամեն։ Տեսեք, մի քանի բան եմ ուզում խոսամ։ Խնդիրի աղբյուրը որտեղից է սկսվում, այս խնդիրը եկեղեցիներում, շատ տեղերում, շատ եկեղեցիներում ու մեծամասնությամբ մեջ։ Տեսեք, ավետարանի խեղաթյուրում գոյություն ունի։ Մարդկանց, այսինքն այսօր շատ տեղերում սենց է քարոզում, արի Հիսուսի մոտ, այսինքն արի եկեղեցի, ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ է, ոչ մեկ լավ կյանքից չի գալի Աստծո մոտ, ոչ մեկ։ Ես եթե ճանաչում եք տենց մարդ, կարող ասեք, ես չեմ ճանաչում նման մարդ, ով
լավ կոմֆորտնի ու յուտնի կյանքից եկել Աստծո մոտ։ Ոչ, բոլորն էլ գալիս են խնդիրով։ Խնդիրը սկսում է մարդու կյանքում նոր վազելով գնանք եկեղեցի, բայց եկեղեցում պետքա ոչ թե խնդիրի հարցի համար մարդը լինի։ Ճիշտ է, սկզբից Աստված տենց է կանչում մարդուն, որտեղ մարդը մինչև խնդիր չունենա, իր մոտ չի գա։ Ճիշտ է։ Բայց եթե դու եկել ես քո խնդիրով արդեն Աստծո մոտ, գիտես, մենք պետքա ունենանք էսի Աստված, ոչ թե ես եկել եմ ինքը իմ խնդիրը լուծի եւ վերջ, որտեվ շատ-շատերը մեծ մասը խնդիրը լուծվում է գնում են, կամ էլ մնում են ողորմելիների շարքում, դա օգուտ չի, դա գնացած կամ չգնացած մի հաշիվ է։ Ինչ տարբերություն մարդը եկեղեցում է ողորմելիների շարքում, թե դրսում է, աշխարհի մեջ է, ոչ մի տարբերություն։ Հիսուսը փնտրում է իրեն երկրպագողներին, որպեսզի լինեն իր թագավորության մեջ, ապրեն երկնքով։ Հիսուսը 10 հոգու բժշկեց։ Ես մեկ 10 հոգի եկան։ 10 բորոտ հիվանդ մարդիկ եկան Հիսուսի մոտ։ 10-ին էլ բժշկեց։ 10-ն էլ գնացին։ Ասեց գնացեք, որպես ապացույց ցույց տվեք ձեզի քահանային, որպեսզի քահանան տենա բժշկված եք, որ ձեզ դոստուպ տակ դուք արդեն մտնեք մարդկության մեջ։ Մեկը հետ եկավ եւ երկրպագեց Տիրոջը։ Մի հոգի։ Տեսնում եք տոկոսային հարաբերությունով ինչքան քիչն է Աստծուն փնտրում եւ ապրում հավատքով։ Կարաս դու լինես այդ մեկը այսօր։ Ես հավատում եմ, որ Աստված քո կյանքում շատ բան է արել։ Ձեր բարձրացրում, ում կյանքում Աստված գործ արել։ Շատերիս կյանքում մեծամասնում ես հավատում եմ, որ մարդ չկա այս աշխարհում, որ Աստված գործ արած չլինի իր կյանքում։ Բայց եղի այդ մեկը, ով կգաս էլի այն Աստծո մոտ, ով քո կյանքում գործ արե։ Եվ այդ գործից ավելին ինքը քեզ կտա։ Գիտես, ասում եմ, եթե փոքրի մեջ հավատարիմ լինեք, ես քեզ մեծն է կտամ։ Իսկ մեծը գիտեք որն է։ Աստծո շնորհն է, որ պետքա բացվի քեզ, այս ավետարանի ճշմարտությունը պետքա բացվի։ Մարդ մինչև չհասկանա ավետարանի ճշմարտություն, նա չել կարա մտնի դրա մեջ։ Ես չեմ ուզում դժվար հիմա բան խոսամ, բայց երբ որ մենք գոհանում ենք փոքրից, երբ որ մենք գոհանում ենք, մեկ անգամ մենք եկանք, խնդրեցինք Աստված, չգիտեմ, ընտանիքս էր բաժանվում, հիվանդություն ունեի կամ խնդիր ունեի ֆինանսական, տարբեր խնդիրներ կան։ Երեխուս համար, ամուսնուս համար, կնոջս համար, ինչ որ մի խնդիրով եկա Աստծո մոտ, Աստված լուծեց իմ խնդիրը։ Աստված լուծում է մեր խնդիրները։ Ես Աստծուն գոհացություն եմ հայտնում, գալիս եմ, մնում եմ նրա կողքը, թե շնորհակալություն, ես իմ կուտը կերա գնացի։ Կուտն էր ինձ պետք, կերա գնացի։ Վաղը կգամ, էլի կուտ կուզեմ, էլի կուտ կուտեմ։ Բայց դրա մեջ կյանք չկա։ Կուտ ուտողը երբեք բարձր չի թռնի։ Երբեք չի կարա բարձրանա։ Բայց Աստծո երկրպագոները կբարձրանան, շատ բարձր Աստված իրանց կբարձրացնի։ Գիտես, իրապես ճշմարտությունը, որպեսզի մենք հասկանանք, դա պետքա լինի դու մեղավոր էիր, սիրելիս։ Եկել ես, բայց ես այսօր ուզում եմ խոսամ նրա մասին, որ ճշմարտությունը ավետարանի, ոչ թե արի եկեղեցի ամեն հարց կլուծվի եւ ամեն ինչ լավ կլինի, դու կմտնես քո էլի կոմֆորտնի զոնայի մեջ կապրես, ոչ, եկեղեցու մեջ պետքա մարդը հասկանա, որ դու մեղավոր ես։ Եվ քո մեղքերը քեզ թույլ չեն տա գնաս երկինք, գնաս հավիտենության մեջ, թույլ չեն տա, որտեղ մեղքը ունի ձգողականության ուժ։ Հասկանում եք, յուրաքանչյուր մեղք ունի ձգողականության ուժ, հոգևոր, եւ այս հոգևոր ձգողականության ուժը քաշում է դեպի դժոխք։ Հանկարծ փորձվի մարմինդ քեզ բաց թողնի, քո անձը, քո շունչը, եթե քո մարմինը քեզ բաց թողնի, յուրաքանչյուր պահին դա կարա լինի, չէ՞։ Ոչ մեկս վստահ չենք վաղվա օրը գալու է, թե չէ, վաղը կարթնանանք, թե չէ, ոչ մեկ չգիտի։ Բայց հանկարծ, եթե դու մնաս քո մեղքերի մեջ եւ քո մարմինը քեզ բաց թողնի, հոգեվոր աշխարհում մեղքի ձգողականության ուժը քեզ տանելու է դեպի անկում, դեպի դժոխք։ Գիտես, փրկությունը հենց այդ է, երբ որ մենք հավատում ենք, որ Հիսուսը մեր համար մահացել է մեր մեղքերի համար եւ նա հարություն է առել եւ կա հավիտենական կյանք եւ այդ կյանքը քեզ ասում է ես քեզ տալիս եմ
Եթե դու հավատում ես ինձ, որ ես քո համար արուն եմ թափել, քո մեղքերը ջնջելու, մաքրելու համար, քո հավատքով բռնում ես Հիսուսին եւ ապրում ես այդ վարքյանից երկնքի համար։ Որ երկնքում կյանք ունենաս, ոչ թե ստեղի համար։ Երբ որ դու տենց ես սկսում ապրել, Աստված քեզ էլ ավելի աղոթում։ Աստված քեզ էլ ավելի առաջնորդում։ Աստված քեզ իր ձեռքերի վրա է տանում։ Աստված քո հետ է քայլում միշտ, քո հետ է ապրում միշտ։ Բայց եթե մենք չենք հավատում սրան եւ ապրում ենք այս աշխարհի համար միայն, գիտես, Աստծո խոսքը ինչ ասում։ Ասում է մեղքն էլ մեջդ մնում է։ Մեղքը չի ներվում, մեղքը չի գնում, մեղքը իր զորությունը չի կորցնում։ Գիտեք, սրանից պետքա անկեղծ եմ ասում, սրանից պետքա վախենանք։ Վախեցեք նրանից, ով որ ձեզ եւ ձեր անձը դժոխքում կկործանի, Հիսուսը ասում է։ Դա սուտն է, դա մեղքն է։ Դա այն միտքն է, որ ես իմ Աստված ու ես հենց մնում եմ իմ ողորմելի վիճակում։ Աստված ասում է դուրս արի դրա մեջից։ Նայի երկինք, աչքերը լայն բացի, ականջները լայն բացի, լսի ես ինչ եմ խոսում, կարդա Աստվածաշունչը։ Սիրելիս, կարդում ես Աստվածաշունչ։ Կարդա Աստվածաշունչ, որովհետև դա քեզ կյանք է տալի։ Դա է կյանքի աղբյուրը։ Մենք Աստծուց շատ անգամ շատ բան ենք խնդրում, Աստված էլ ուզում է մեզ բան ասի։ Աստված խոսում է իր խոսքի մեջ։ Դու մեղավոր ես, դու մահացած ես մեղքերի մեջ, այս է ճշմարիտ ավետարանը։ Քրիստոսը մահացավ քեզ համար, նա հարություն առավ, նա քեզ հավիտենական կյանք տվեց։ Էսա ավետարանը սա է։ Ավետարանը առաքյալները վերցրեցին այս ճշմարտության վրա։ Եվ ով որ հավատաց, հավաքվեցին, կազմվեցին, իրար հետ եղան, եկեղեցիներ բարձրացավ, եւ այս հավատքով էլ մնացին։ Եվ այս հավատքի մեջ էլ մահացան մի օր, մեռան մի օր։ Բայց երանելի Աստվածաշունչը ասում է, երանի նրան, ով Հիսուս Քրիստոսի մեջ է մեռնում, որտեղ Հիսուսի մեջ մեռնողը մահ չի տեսնի։ Հիսուսի մեջ մեռնողը մահ չի տեսնի, բայց ով որ մեղքերի մեջ մեռավ, մահը որն է, հավիտենական մահ կտեսնի։ Հավիտենական։ Եվ մահը դա նես չի, որ մարդը վերացավ եւ նա էլ չկա։ Մահը գիտեք ինչ է։ Մահը մի վայր է, դա դժոխքը մահ է կոչվում։ Դժոխքն է, որտեղ որ չկա Աստծո ներկայությունը, եւ դա հավիտենություն է։ Այսինքն մարդու անձը, քո միտքը, քո սիրտը, քո գաղափարը, քո ընտրությունները, դու ապրում ես մահվան մեջ հավիտյան։ Եվ ստեղ է որոշվում, թե մենք որտեղ ենք ուզում ապրենք։ Եթե մենք ապրենք այս աշխարհի տվածով, աշխարհի իշխանի խաբկանքի տակ, վերջում այնտեղ ենք հայտնվելու։ Ոչ մի մեծ կապ չունի դու քրիստոնյա եկեղեցու ողորմելիների շարքում ես, թե աշխարհում ես։ Հիսուսը ասում է ավելի լավ է չգայր, չճանաչեր, կամ թե գայր, ճանաչեր ու չապրեիր իմ խոսքի համեմատ, իմ հայտնության համեմատ, իմ կամքի համեմատ։ Սիրելիս, մեր ընտրությունը, մեր ճշմարիտ ընտրությունը մեկը պետք է լինի, եւ ընտրություն մենք ամեն մեկս պետք է ունենանք։ Քո ընտրությունից է այսօր կախված քո հավիտենությունը։ Ամեն։ Մենք չեք քաղցր բաներից խոսանք, հա։ Չեմ ուզում տրտմած լինեք, չեմ ուզում գիտեք, բայց ավելի լավ է մենք ճշմարտությունը լսենք եւ ճիշտ ընտրություն անենք եւ առողջ ապրենք։ Մեզի պետք է, որպեսզի մենք առողջ ապրենք։ Թող սատանան ոչ մեկի չխափի, այսօր լավ լինի, վաղը ոչինչ։ Մենք կուտուտող չենք։ Մենք արծիվներ ենք, որոնք պետք է բարձրանան բարձր տեղերը եւ բարձր տեղերից նայեն, որտեղ բարձր տեղերից նայողը Աստծո կամքով է նայում, Աստծո տեսանկյունը ունի, ոչ թե մարդկային տեսանկյուն։ Աստծո տեսանկյունը հավիտենության մեջ է գնում։ Եվ թող Աստված մեզ տենց աչքեր տա։ Մեծ ճշմարտությունը այն է, որ գրված է Կորինթացիների 13:20-ում, երկրորդ համարը։ Հենց այս ողորմելիներից հետո Տերը բարի լուր է ասում։ Բայց այժմ Քրիստոս հարություն առավ մեռելներից, լինելով ննջեչալների առաջնեկը։ Սա փոխում է ամեն ինչ։
ամեն ինչ փոխում է, երբ որ մենք կենտրոնանում ենք եւ հավատում ենք այս խոսքին, բայց այժմ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Լինելով առաջնեկը մեռած մարդկանցից։ Սիրելիս, Քրիստոսը մեռել է մեր մեղքերի համար եւ հարություն առել եւ սա բարի լուրն էր հենց։ Այս բարի լուրը, եթե դու հավատաս, այս բարի լուրով կապրես։ Սրանով կապրես։ Ասում եմ, իմ կյանքը չէ, մարդիկ կան ասում են, այս իմ կյանքն է, իմ երեխեն իմ կյանքն է։ Всё, ինքը ապրում է իր երեխով, կամ իմ կյանքը իմ վիլան է, որ սարքել եմ, կամ իմ բիզնեսն է, կամ իմ տունն է, չգիտեմ, կամ մեկը ասում է իմ մեքենան է։ Էս է իմ կյանքը։ Լսի, դա անցողիկ է սա։ Դա սաղ անցողիկ է։ Նախ առաջինը կյանքը հետի Հիսուսն է, եւ Հիսուսը քեզ տալիս է կյանք, ինքը իրեն է տալի, ասում է նայի, դուք չկարողացաք սա անեք, դուք բոլորը դժոխք եք գնա, բայց ես եկա, ես ձեր համար մահացա, վճարեցի քո մեղքի համար, մեռա եւ հարություն առա։ Տես ինձ, Հիսուսը ասում է, հավատում ես ինձ։ Հավատում ենք Հիսուսին։ Հավատում ենք Հիսուսին։ Եվ ասում է, ով հավատա, նույնն էլ քեզ կտամ։ Նույնն էլ քեզ կտամ։ Նա Հիսուսը ինչ է ասում։ Հովհաննես 5:24-ում, ով լսում է իմ խոսքը եւ հավատում է ինձ, ուղարկողին, հորը, որ հայրը չէ, որ գրած է, հայրը այնքան սիրեց այս աշխարհը, այսինքն մարդկանց, ինձ ու քեզ, որ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի խաչվի, մեռնի, մահանա, հարություն առնի մեր մեղքերի համար, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Տեսեք, ասում է, ով հավատում է ինձ ուղարկողին Հիսուսը, հորը, հոր սիրուն, հավիտենական կյանք ունի եւ դատաստանին չի գալիս եւ այլևս մահից կյանք է անցել։ Տես ինքը չի ասում կունենա, ասում է արդեն ունի։ Դու հավատում ես, որ դու արդեն հավատքովդ ունես կյանք, արդեն ունես այդ կյանքը։ Ձերս քո քաղաքացիությունը ստեղ չի։ Ճիշտ է, մենք Հայաստանի քաղաքացի ենք, Գերմանիայի քաղաքացի ենք, չգիտեմ, Ուկրաինայի, Ռուսաստանի կապ չունի։ Բայց սրանք ժամանակավոր են, մենք բոլորս գիտենք։ Հետո ժամանակավորից հետո կա երկու քաղաքացիություն հավիտենական արդեն։ Կա դժոխքի քաղաքացիություն, կա դրախտի քաղաքացիություն, երկնքի։ Եվ դա որոշվում է ստեղ։ Բայց հոգևոր աշխարհում երկքաղաքացիություն չկա։ Չի լինելու երկքաղաքացիություն։ Դրա համար մենք ստեղ էլ չենք կարող ունենանք երկքաղաքացիություն, երկրային քաղաքացիություն, հոգևոր եմ ասում։ Մենք չենք կարող ապրենք երկրով եւ երկնքով։ Դա չի լինի տենց։ Մենք չենք կարող ծառայենք համ մամոնային, որտեղ ապրելով երկրով, մենք ծառայում ենք մամոնային։ Մեզ լավն է, չէ՞, հիմնականում մարդը ինչ անում։ Ամեն ինչ անում է, ջանք է դնում, աշխատեմ շատ փող ունենամ, որտեղ շատ փողով շատ հարց են լուծում։ Աստված էտել կտա, եթե դու ապրես երկնքով։ Եթե դու ապրես երկնքով, այս ժամանակավորն էլ Աստված կտա, ինքը գիտի մեր կարիքները։ Գիտես, երկնքով ապրող մարդը ուշադիր լսի։ Եթե դու ապրում ես երկնքով, Աստված գիտի քո կարիքը։ Քեզի պետք չի շատ ջանք դնել, աղոթել, շատ բառերով, Աստված, ախր դու չես տեսնում իմ Աստված լավ գիտի։ Քո անգամ մտքով ասենց անցնում Աստված քեզ տալիս է։ Սիրելիս, ես շատ բաներ Աստծուց օրհնվել եմ, չեմ էլ բարձրաձայն եմ։ Սի կինս չի իմացել, որ ես ինչ-որ բան եմ ուզում, ինչ-որ բան է պետք ինձ, ժամանակավոր։ Ուղղակի մտքով է սա անցել, սրտով է սա անցել, Աստված տվել է այդ ինձ։ Որտեղ մինչև իմ աղոթք կանել արդեն Աստված գիտի իմ կարիքը։ Ուզում ես Աստծո սերը վայելես, ապրիր իր թագավորությունով։ Այն ընտրություններին գնում են, ասում են, գնում ենք, ընտրում ենք մեկին, ասում ենք ում ենք ընտրել, բայց գնում ենք ուրիշին ենք ընտրում, փակ վարակույրների հետևով, չէ՞։ Երբեք մի եղի նման մարդ։ Քո ընտրությունից է կախված քո ապագան։ Մի ամաչի Հիսուսին ընտրես, մի ամաչի ասես Հիսուսն է իմ Տերը, ու քո սրտում դու պետք է ընտրես Հիսուսին եւ ապրես Հիսուսով, եւ ապրես հավիտենական կյանքով, ապրես այն քաղաքացիությունով։ Գիտես, այդ քաղաքացիությունը քեզ արդեն ստեղ տրվում է։ Ես արդեն երկնքի քաղաքացի եմ։ Մեր քաղաքացիությունը Փիլիպպեցիս 3:20-21, հեսա երկու տեղել եմ կարդում, աղոթք եմ անելու։ Մեր քաղաքացիությունը
երկնքում է, որտեղից էլ սպասում ենք փրկչին։ Տես Հիսուսը ինչ է խոսում։ Քո քաղաքացիությունը արդեն ընդեղի քաղաքացիություն է։ Երկնքի քաղաքացիությունը։ Դու պետքա քեզ զգաս արդեն լինելով երկնքի քաղաքացի, ես արդեն գիտեմ, որ ես բնակավայր ունեմ այնտեղ։ Ես գիտեմ, որ ես ունեմ կյանք այնտեղ։ Ես գիտեմ, որ Հիսուսը խոսք է տվել ու ասում է քեզ տուն եմ սարքում այնտեղ։ Երբ որ պատրաստ կլինի քո տունը, կգամ հետևից հետ քեզ կտանեմ։ Ով է ուզում, որ իր վերջին օրը երբ որ ստեղ գա, Հիսուսը գա իրան տանի։ Ամեն։ Եթե Հիսուսը չեկավ մեզ տարավ, սատանան եւ իր հրեշտակները գալու են քաշելով, ծեծելով դժոխք են տանելու։ Ես բացարձակ ճշմարտություն եմ ասում։ Քո հավատքից է կախված քո տունը երկնքում։ Քո կյանքը երկնքում։ Այսօրվա քո ընտրությունից, քո հավատքից։ Սիրելիս, եկեք լինենք իրապես հավատացյալներ։ Տեսեք, էսի այն դեսերտն է, էսի այն քաղցր բանն է, որ Աստված հենց հիմա տալիս է ձեզի։ Ասում է, քո քաղաքացիությունը երկնքում է, ոչ չէ ստեղ։ Ապրի երկնքով։ Մենք ստեղ հյուր ենք, ժամանակավոր ենք։ Ժամանակավորի մեջ այդքան ջանք մի դիր, գանձեր մի դիզի ժամանակավորի մեջ, որտեվ սաղ կորելու է, սաղ գանձերը կորելու է։ Այսօր շատ մարդիկ ասում են, ինչ ես այդքան ընկել հետևիցդ, ինչ ես կյանքը դրել, գանձեր ես դիզում, հետո մարդուն ուղիղ ասում եմ, դու վաղը մեռնելու ես ախր։ Ասում եմ, բան չունի ասելու, ասում եմ, իմ երեխեքը կվայել են։ Ասում եմ, երեխեքը հետ չփուչ են անելու քո աշխատանքը, որը որ այսօր շատերը անում են։ Այսօր աշխարհը փոխվել է։ Երեխեքը իրանց ծնողների դրածը այլ չեն էլ շատերը վայելում։ Այլ կորցնում են։ Ասում եմ, վաղը երեխեդ էլ է մեռնելու, հետո հավիտենության մեջ նայեք։ Գիտեք, ամեն մարդ պետքա ճշմարիտ լինի ինքը իր մեջ։ Վերջը լավ վերջը։ Տեր Աստված, դու ինձ ստեղծել ես սրա համար, որ տանջվեմ, չարչարվեմ, աշխատեմ, քրտնեմ, վերջ սրա համար, ընդհանրապես սրա համար, ինչ դաժան աշխարհ է։ Այս դաժան աշխարհը քեզ հենց էդ էլ տալիս է, էդ էլ սովորացնում է։ Դրա համար տեսիլք չունի աշխարհիկ մարդը, նպատակ չունի աշխարհիկ մարդը, ասում է անեմ, դնեմ թու երեխես վայելի։ Լուրջ, այդքան ես դու տեսնում։ Իսկ աշխարհը ողորմելիների ողորմելին է։ Հռոմեացիների 8:18 այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվել այն փառքի հետ, որ պիտի հայտնվի մեզ, որ պետքա ճաշակենք։ Գիտես, ասում է, գնացին, երկինք եւ հանգստացան իրանց գործերից։ Գիտես, բոլորս պետք է աշխատենք, աշխատանքը տված է մարդու համար, ինչ որ բան անցնենք, ինչ որ միտեղ քրտնենք էլ, այո, բայց լինելով երկնային քաղաքացի լինելով, որ դու ստեղ ապրում ես, դու չես հոգնում։ Դու չես տան, դու նպատակ ունես, դու քո գանձը չես դիզում ստեղ, դու քո գանձը դիզում ես երկնքում։ Գիտես, սիրելիս, ես անկեղծ եմ ասում, ես սա ուրիշ բան չհասկանաս, խի եմ սա ասում։ Ես առաջի անգամ, երբ որ այս խոսքը Աստված ինձ տվեց, նոր է եկեղեցի գնում։ Գիտես, Աստված ինձ մի շատ պարզ տեսիլք ցույց տվեց, երբ որ ես իմ զոհը, ֆինանսական զոհը իջացրեցի գանձանակի մեջ, ես տեսա այդ զոհը ոնց երկինք բարձրացավ։ Աստված ինձ ցույց տվեց, ինչ որ իջացնում ես այդտեղ, ինչ որ զոհաբերում ես իմ արքայության մեջ, դա երկնքում 10,000 անգամ ավելի կգնահատվի։ Գիտես, քո անգամ քո ֆինանսը Աստծու մեջ դուր։ Գիտես, դրանով ցույց կտաս դու Աստծու երկրպագու։ Աստված հենց տենց էլ տեսնում է իրան երկրպագուները, որտեվ զոհաբերությունը, ես չեմ սիրում սրանից խոսամ, բայց սա ճշմարտությունը, դու դրանով էլ կարաս Աստծուն երկրպագու լինես։ Դու դրանով էլ կարաս Աստծուն երկրպագես եւ ցույց տալ, ես քեզ վստահում եմ, Տեր։ Ես չեմ դիզում այս աշխարհում։ Ես գիտեմ, որ իմ տունը այնտեղ է, ես իմ տան մեջ եմ հավաքում։ Այսօր հայեր կան, որ ապրում են Գերմանիայում, բայց Հայաստանում տուն ունեն։ Ու ամեն տարի մեծ sense ապրանքներ են առնում, տանում են այնտեղ իրանց տան մեջ, sense դնում են, դասավորում են, մեբելա, չգիտեմ, այնտեղ տան պարագաները, հա, sense լցնում են տունը, որտեվ ասում են մի օր գնալու ենք Հայաստան սաղսել։ Sense գաղափար կա, չէ՞։
Հա, ված չեն անում, լավ են, բայց նման ձևի, շատ նման ձևի մենք պետք է իմանանք, որ մեր տունը երկնքում է եւ մենք մեր տան մեջ մեր գանձերը դիզենք, ստեղ չէ, ստեղ կորելվի է սա։ Նույնն է, ոնց որ մենք շատ լավ այսօրվա վիճակը տեսնում ենք Գերմանիան 15 տարի հետո մոտավորապես դառնալու է, եթե սեն շարունակվի իհարկե Աստված չկանգնացնի, դառնալու է իսլամական պետություն։ Այսօր մուսուլման երկիրը մուսուլման ընտանիքները ունենում են 7-8 երեխա ստեղ։ Լավ է, երեխա ունենալ շատ լավ է, բայց քրիստոնյաներ չեն ունենում երեխեք։ Ունենում են շատ մեկ երեխա։ 15-20 տարի հետո Գերմանիան, եթե սենց մնա, ինքը կդառնա իսլամական պետություն։ Հիմա հարց, դու ուզում ես ապրես իսլամական պետությունում, թե դու կասես ես քրիստոնյա եմ, գնամ իմ երկրում ապրեմ։ Շատերը տենց են մտածում, կասեն գնանք մեր երկրում ապրենք։ Դա շատ նման է, սիրելիս։ Այս երկիրը, ոչ թե մենակ Գերմանիան, ամբողջ երկիրը կործանվելու է։ Մենք չենք ուզում ստեղ հավիտյան ապրենք։ Տեսեք 20 տարի առաջ մի քիչ ավելի լավ էր, չէ՞։ Մեծահասակները գիտեն, որ կար սեր, հարգանք, ծնողների, երեխաների մեջ, ամուսինների մեջ, սեր հարգանք կար ինչ-որ չափով, հա, ավելի լավ էր, քան այսօր, բայց գնալով ավելի վատ է դառնում։ Մարդկային որակը ընկնում է։ Եվ մենք շատ պարզ հասկանում ենք 10, 15, 20 տարի է լավ անցավ, 50 տարի է լավ անցավ։ Մնայուն այս աշխարհը, ես չեմ հավատում, որ այս աշխարհը մնայուն է։ Դրա համար ձեր ճամփրուկները կապած պահեք։ Ձեր սիրտը կապեք երկնքի հետ։ Ձեր գանձերը դիզեք երկնքում, ձեր տունը լցրեք այնտեղ, ձեր նվիրվածությունով, ձեր երկրպագությունով, ձեր հավատքով, ձեր գանձերը դիզեք երկնքում, որպեսզի երկնքում էլ հավիտենական վայելք ունենաք։ Ամեն։ Եվ վերջի տեղն եմ կարդում, հետո աղոթք ենք անելու։ Կամ ինչև վերջի տեղը կարդալը։ Այսինքն ուզում եմ, որպեսզի այս հարցը ամեն մեկի սրտի մեջ լինի, ամեն մեկը ինքներդ ձեզ հարց տաք։ Ինչ է իմ հավատքի կենտրոնը։ Ես չեմ ասում։ Ուղղակի sense մի քանի հարց եմ տալի, դուք ինքներդ ձեր մեջ քնեք։ Ինչն է իմ հավատքի կենտրոնը։ Ինչին եմ հավատում։ Ուր եմ գնում։ Եթե այսօր Աստված չլուծի իմ բոլոր խնդիրները, կշարունակեմ հետևել նրան։ Գիտես, ամեն անգամ չի Աստված քո բոլոր խնդիրները լուծում։ Եթե Աստված միտեղ լռում է, ուրեմն նա դեռ աշխատում է քո սրտի հետ։ Ուրեմն նրա նպատակն է, որ դու դեռ բան պետք է հասկանաս։ Մի բան պետք է դեռ քո կյանքում փոխվի։ Բայց նենց չի, որ Աստված չկա քո կյանքում։ Աստված կա յուրաքանչյուրի կյանքում, սիրելիս։ Մենք պետք է հայտնվենք մեր կամքով իր կամքի մեջ, իր մեջ։ Ես ավելի շատ մտածում եմ երկրի, թե հավիտենության մասին։ Ամեն մեկս այս հարցը մեզ ինքներս պետք է անկեղծ տանք։ Ես ավելի շատ ինչ եմ մտածում, այս երկրի, թե հավիտենության։ Գիտես, ես չեմ ուզում հենց հիմա դու այդ հարցին պատասխանես քո մեջ։ Բայց այս հարցը թող քո մեջ խոսա, վաղը, այսօր երեկոյան, մյուս օրը, թող այս հարցը Սուրբ Հոգին միշտ քո մեջ բարձրացնի։ Դու ապրում ես այս երկրի համար, թե հավիտենության համար։ Արդյոք իմ ուրախությունը կախված է հանգամանքներից։ Գիտես, տարբեր հանգամանքներ կանցնենք, բայց քո ուրախությունը թող կախված չլինի դժվարություններից, քո ուրախությունը թող կախված լինի քո փրկությունից։ Գիտես, ամենամեծ ուրախությունը դա մեր փրկությունն է։ Ես մեկ որ մենակ եմ լինում, ամենամենակ վայրը գիտեք որտեղ է, մեքենայի մեջ, որ մարդ չկա։ Մեկ այդ ուրախությունից, այդ ուրախության ճշմարտությունից եւ ես գոռալով ուրախանում եմ։ Բարձր գոռալով ուրախանում։ Եթե ես հիմա ստեղ գոռամ, բոլորդ կասեք ցնդվել է այստեղ են։ Բայց դա ուրախության ճիչ է։ Բայց դա ուրախություն է, որովհետև ես գիտակցում եմ ամբողջ իմ սրտով, որ ես երկնքի քաղաքացի եմ։ Ես այնտեղ եմ ապրելու։ Սիրելիս, ապրի այդ ճշմարտությունը, դա բացարձակ ճշմարտություն է։ Դա է ճշմարտություն։ Այս ճշմարտության վրա պետք է կառուցվի քո ամբողջ
քրիստոնեությունը, քո ամբողջ հավատքը, քո ամբողջ քրիստոնեական ընթացքը սրա վրա պետք է կառուցվի։ Ես այնտեղ եմ գնում, այստեղ բան չունեմ կորցրած։ Ես չեմ եկել եկեղեցի իմը դնեմ, իմը ցույց տամ, իմը անեմ։ Ես եկել եմ եկեղեցի ապրեմ հավիտենությունով, Քրիստոսի խոսքով եւ միաբան լինեմ, որտեղ այսպես միաբանությունները, եկեղեցիները, որտեղ Տերը դրել է, երանենիները, Տերը որ եկավ, գիտես ում ատանելու եկեղեցուց։ Հենց հիմա Հիսուսը որ sense բարձրացնի, չէ՞, կեսը կմնա, կեսը կգնան։ Երանենիները կգնան։ Որտեղ երանենիները երկրպագու են եւ ապրում են հավիտենության կյանքով։ Ամեն։ Եվ վերջին տեղն եմ կարդում եւ հետո աղոթք ենք մենք անելու։ Գիտես, եթե Քրիստոսը միայն այս կյանքում է հույսը, ապա ողորմելի ենք, եթե միայն այս կյանքի համար է մեր հույսը Քրիստոսը։ Բայց քանի որ Քրիստոսը իսկապես հարություն է առել, ամեն, ասա ամեն, Քրիստոսը հարություն է առել։ Մեղքերը ներվել են, ասա իմ մեղքերը ներվել են։ Մենք վերստին ծնվել ենք։ Ասա ես վերստին ծնվել եմ, ես քաղաքացի եմ երկնքի։ Ես ունեմ հավիտենական կյանք։ Եվ ես սպասում եմ նրա գալստին։ Եթե դու տենց ես ապրում, դու մարդկանցից ամենաերանելին ես, ու մարդկանցից ամենահարուստն ես, ու մարդկանցից ամենաերջանիկն ու ուրախն ես։ Գիտես, սա թանկ է, սրա համար գին է վճարվել, արուն է թափվել, Հիսուսի արունն է թափվել, որպեսզի դու լինես երջանիկ։ Ընդեղ, լավ հիշի, ստեղ, այս երկրի, եթե դու ապրես երկրայինով, չի լինելու, երկնայինով ապրես, դու կլինես ամենաերջանիկը, ամենահարուստը, ամենաուրախը, ամենախաղաղը, ամենան կլինես, որտև Քրիստոսի թագավորությունը կլինի քո մեջ, և վերջին տեղը կարդում եմ, հետո մենք մի հատ լավ աղոթք ենք անելու, շնորհակալություն, առաջի Կորինթացիներին նույն գլուխը 57-58 խոսքերը կկարդամ, շնորհակալություն Աստծուն, որ մեզ հարություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, եղեք հաստատուն անսասան, միշտ առավել եղեք Տիրոջ գործերի մեջ, իմանալով, որ ձեր աշխատանքները Տիրոջ մեջ զուր չեն։ Ձեր ծառայությունը Տիրոջ մեջ զուր չի։ Սիրելիս, եկեք սրանով ապրենք։ Ես քեզ ասենց ախպերական խորհուրդ եմ տալիս, ախպերական, բոլորից շատ սիրում եմ, անկեղծ։ Միգուցե մեկի հետ լուրջ եմ, մեկի հետ բարի եմ, նորմալ է, տենց էլ պետք է լինի, Աստված էլ է տենց։ Մեկին խրատում է, մեկին շոյում է, մեկին ասում է դու լավ գնահատական ես ստացել, դու դեռ ոչ, ամեն ինչ նորմալ է։ Բայց անկեղծ եմ ասում, բոլորից շատ սիրում եմ։ Բայց եկեք բռնվենք այս ճշմարտությունից, ապրենք, պետք չի մեզ, սատանան է խաբել, այն ողորմելիների շարքը դա խաբուսիկ է, դա սուտ է, սատանայի սուտն է այնտեղ ցանված, նամանավանդ աշխարհում, բայց երանելին նա է, ով ապրում է երկնքով, եւ ապրում է երկնքի համար, եւ ապրում է արդեն ինքը իրան տեսնում է հավիտենության մեջ, ամեն, եկեք բարձրանանք աղոթք անենք։